Եթե դուք նայեք, գրած է հասկազե վիրակապ։ Այ համասան դուք հենց եք տալի։ Ուստի ինչպես է վիրակապ, հասկազե վիրակապ, ապրես աղջիկ ջան։ Հասկազե վիրակապ ես անկում չեմ կարողացել, ոչ մեկ չի կարող։ Նայում եք գրած է 4, 5, 3, 2, 1, 6, աղբեր, որից հետո բան չի շուկում։ Կոնքազրային հոդի վիրակապ։ Գրած է այնպես ինչպես ուսային գոտին է, ոչ չէ իրական։ Արմունկը եւ ծունկը հեշտ է։ Գրայի վիրակապ հակամետ համամետ։ Էլի բան չես հասկանում, 1, 4, 5, 6, 7, 8, այսպես խառը։ Ամենահեշտը կրկավանդակի վիրակապն է։ Հելանստի։ Կրկավանդակի վիրակապը տենց է դրած։ 2, 3, 4, 5, 6, 12, մեկը վրայից բոլորին ֆիքսում է, շատ պարզ է։ Հիմա պատկերացրեք, գնացել ենք Արշավ, նայեք քարերից ընկելա, ծաղ ընկելա միտերից, ողնաշարը կոտրած, կողը կոտրած, արյուն լվիկ եւ այլ պարտած, հիմա ես իրան պետք է վիրակապեմ, ինքը պարտած ցավից գոռում է։ Մի րոպե նարի ջան, մի պակիսվեց։ Մի րոպե նարի ջան, մի պակիսվեց։ Մի րոպե չի թողում, ղժում է կոտրած մեջի տակով, պատկացի 12 անգամ ֆռռսնեք, տես բան չի կարող։ Ինքն է ջվում ղժում է, անկախ իզից եթե թույլ եմ կապում։ Հետո որ իրան քաշելով տանում եք, սա դուրս է գալիս։ Չաշված որ տակը չի շկարել, կեղտոտելա շամորն է գալիս, զզվելով ազու ես անում, մի խոսքով չի ստացվի։ Հիվանդանոցում պրոբլեմ չկա, հիվանդանոցում տապչանի նստում է, перевязочным, երկու բուժքույր գալիս են, նստածում հանգիստ պտտում են։ Այսինքն հիվանդանոցում սա պրոբլեմ չի, դեպքի վայրում, ավարիա է, ավտոն, ոտը կոտրած, այդ վիճակին վարիանտ չկա դուք կապեք, որ սա բլեֆ է։ Քաղաքից դուրս, եւ որ ասենք սովորացնում են, այդ անիմաստ է սովորացել։ Անեսօր սա մոռացեք։ Եվ չի համար, խեն անում է։ Հիվանդանոցում եւ տանը մամային։ Դրսում սա չի կարա, դրսում ձերքի տակ միջոցներով։ Ես սա դրսում մի տեղ եմ օգտագործում, բինտը միշտ օգտագործում եմ երակային անորոշության դեպքում։ Մենք անցնելու ենք երակային անորոշության դեպքում ասում եմ ճնշող վիրակապ։ Ձերը դնում սխմես կամ փաշինակը դնում սխմես երակի դեպքում։ Հիմա նայեք երակայինը դնում եմ սենց բացած։ Ու իրանով ես իրանով խոզեմ, դնում կապում եմ։ Այսպես բինտը կարող եմ օգտագործել, մնաց ասեղը ինձ չի հետաքրքրում։ Լավ, ինչ է, ասում եք եմ եկացեք ես մարդը բինտը պրիզնատ չի գալիս, դա ինչն է պրիզնատ գալիս։ Ուրեմն, հարաճի փոխարինողը դա եռանկյունաձև վիրակապն է, հրաշք, ժողովուրդ, սա հրաշք, մարդությունը մի բան ստեղծել է, այս հրաշքն է։ Եռանկյունաձև վիրակապ, գլխաշոր, սա բանդանա չի, բանդանան սեղանաձև է, զինվորի ծոծրակն է պահում, սա կասինկա է, եռանկյունաձև վիրակապ կամ գլխաշոր։ Ունի գագաթ երկու ծայրեր, 5 կենտրոնական մաս։ Սրանում ցանկացած վիրակապ դնում եք 10 վայրկյանում։ Հիշեք, լյուբոյ հիվանդանոցի բուժքույրը դնում է 10 րոպեին, դուք պետք է դնեք 10 վայրկյանում, վեց ասել 10-ը։ Կարծում ես։ Ճակատը վնասված թաշկինակը դրել եք, պետք է վիրակապեք։ Ուղղակի բան է, եռանկյունաձև վիրակապի հիմքը դնում եք ճակատին, ականջների վրայով կապում ենք ծոծրակին։ Ունենում ենք ուրեմն ընտիր վիրակապ ճակատ գագաթային հատվածի։ Կապեցիք տարակ։ Ականջները չպետք վարկի։ Չէ, ականջների վրայով է։ Իսկ ծոծրակի դեպքում ականջները ընդգրկում է։ Տեսեք, ծոծրակը վնասված է։ Հիմքը դրեցինք ծոծրակին, ականջները ընդգրկելով, առաջին կապը ճակատին, այս կախվածը բարձրանում է վերև, մի հատել ենք կապում։ Ունենում ենք այս զիկ ծոծրակի քիթես հատվածի վիրակապ։ Ուսային գոտիկ, դեմ որ ասում ենք անհասկանալի է, ուսային գոտիկ, դեր տեսիք չեք կաշեն։ Հիմա տեսեք, ուսային գոտու վիրակապը, մեզ օգնության է գալիս որևէ պարան, պրոոր, հողկապ, գոտիկ, կոշիկի քուղ, ինչը կա, կամ ես ուն կտորից մի հատ որևէ բան։ Ուրեմն տեսեք, այս գագաթը պտրտում ենք այդ պարանի շուրջ։ Գագաթը պտրտեցինք, ինձ ադրեցի մատերից կա, որ այդ պայթել եմ, ինչ դժվարություններ կա, պտրտեցինք, կենտրոնական մասը դրեցինք վիրավոր ուսին, երկու ծայրերը կապեցինք թևատակին, մյուս ամութային կոսում։ Երկու ծայրերը պտրտվելով բազկի շուրջ, կապում եք դրսային, որ հեշտ քանդվի։ Մի քանի վայրկյանում, տեսեք, ուսային գոտին քարի պես բռնելա, ոչ մի ձեր քանդվելու վարիանտ չունի, ուր ուզում եք հաշտարով տարեք, քարի պես բռնած, ընդամենը մի 10 վայրկյանում դուք իր ուսային գոտին վիրակապում եք քանդի։ Կոնքազրային հոտը, տեսեք, կոնքազրային հոտը նույն մեխանիզմն է էլի։ Գագաթը պտրտում ենք այս պարանի շուրջ,
Ինչի ասել միշտ վնասում, այդ ծծված ոսկորը զստոսկրի կատարն է, ինչքան էլ թամբելիք լինես, որ քարին կպաս է ճղում է, միշտ է վնասվում է։ Թաշկինակը դրել ենք, դրեցինք գոտկային հատվածում ու կապում ենք։ Պարանը կապեցինք, երկու ծայրերը պտտվելով ազդրի շուրջ կապում ենք դրսային, որ քանդել էշտելի։ Օմբա որ ասում են 10 վայրկյանում քայդ է կապեցիք ու տարեք։ Ըստ կարելի հակուստ է կարել մանգալ։ Իհարկե։ Բայց կրծքները ոնց են տեղեցել մարդիկ։ Մարդիկ տեսել են յուրանկյունակ հաշտինակից 19-րդ դարում։ Հաշտինակը վերցրել են, անկյունագծով ծալել են յուրանկյուն։ Անկյունագծով ծալել են մի հատ հաշտինակը, տեսեք, sense ծալած։ Երկրորդ հաշտինակը ծալած, այն ծալած մասով թելագնում, այս երկու թելը վզից, այդպես ստեղծվեց կրծքանը։ Էլի, այստեղ թելերով։ Անի լավ էր, էլի ինչ դեր։ Ուրեմն հիմա տեսեք կրծքավանդակի էլի բարանը մեզ օգնում է կրծքավանդակը վնասված է այն որ 10 անգամ չփռցնենք գագաթը դնում ենք ուսին երկու ծայրեր կապում ենք մեջքի շրջանում օգնության եկած պարանով կապում ենք գագաթը հա կապեցինք Բերեցինք մեջքի հետևը, հլապտտվի իրանք որնային, հիմա նայեք ժողովուրդ, երկու հատ կապը մենք կապել էինք, երրորդը գալիս միանում է տրի վազում, երեքը միտեղ, ունենում ենք սանտիր, կրծքավանդակի վիրակապ, եթե մեջքը ջարդած է, ձերիվ կապել ես կողքից ենք անում, էլ մեզ պետք չենք սովորացած դասախոսի 12 հատ հիմարությունը, մի անգամ նույնը կարանք մեջքի շրջան անենք։ Ուրեմն եռանկյունաձև վիրակապը նաև շատ լավ վերջույթն է վիրակապում, ասենք ձերքը քարենալով չէ չակուճովա խփել ճղվել է, վերքա թաշկինակ բանդրել եք, պետք է վերջույթը կապեք, դաստակը կամ ոտնաթաթը։ Եռանկյունաձև վիրակապը դնում են գագաթը դեպի առաջ։ Դրեցինք կենտրոնում, գագաթը ծալեցինք, հիմա նայեք երկու ծայրերը իրար հանդիպակած, իրար ստրեչ է գալիս, իրար հանդիպակած ընտիր վիրակապեցիք ու տարակ։ Նույնը ոտքի թաթը, նույնը կտրված վերջույթը կապեք։ Հիմա նախաբազուկը կամ սրունքը, տեսեք, այս նախաբազկի ուղիղ հատվածը կամ սրունքը պետք է կապեք։ Ուղղանկյուն եռանկյուն է, տեսեք սա։ Այս էջը, ուղղանկյուն եռանկյան էջը, դնում եք ուղղահայաց այս առանցքին։ Դրեցինք։ Հիմա նայեք, սա այս կողմա գալիս, մյուսը հանդիպակած, այսինքն իրար ստրեչ են գալիս, մի քանի վայրկյանում հանդիպ վիրակապեցիք ու տարած, պրոբլեմ չունեք։ Ծունկը ուրեմն, տեսեք, ծունկը դերեցինք անենք մի հատ, ոտքը դիստեղ, միշտ թե կանգի որ տեսնեմ։ Հիմա նայեք, ծնկի վիրակապ ասում եմ, են բինտի որ գրում են դες հիմարությունը կրիայի մրիա եսի մեջ։ Հաշկինակը դրել ենք ծնկին։ Կենտրոնը, եռանկյունաձև վիրակապի, կենտրոնը դրեցինք գագաթը ազդրին։ Երկու ծայրերը պտտվելով սրունքի շուրջ կապում ազդրի վրա։ Էսի բերեցինք մի հատ է կապեցինք, խնդրել։ 10 վայրկյանում ծունկը քարի պես բռնել է։ Ես երեխեքին աշոտել եկից, աշոտել, որ տարանք էքսկուրսիա, տարել ենք լաստի վեր, աղջիկա, ոտը վնասել է։ Սարը դրեցինք, սրանով շփ, կապեցինք, всё, ու պրոբլեմ չկա։ Քարի պես կապում ենք ծունկը։ Վիրակապելուց 90 անգամ։ Այդ կապել, ես մասել եմ, ինչ դիրքում եղել է, այդ դիրքում ես վիրակապում են ծուս ենք անում։ Ուրեմն, սա ոչ միայն վիրակապման համար է, ժողովուրդ, այլ նաև վերջույթի անշարժացման համար է։ Այսինքն վերին վերջույթի եթե կոտրապա ցավմա ուդախապ, ինչա դուք դե անշարժացնես լականն է։ Հիմա պատկացեք, արմունկը վնասել է մի ձեռտուր։ Այս են բռնած, ղժում լացում է, ցավից, մատով չես կար, ասում է չեմ թողել ոչ մեկ չկպնի։ Հիմա դուք դե անշարժացնեք, մոտեցում ասեն, շա ես բժիշկների հետ փորձում ենք, այս այդ ուժակը պարկացա բժիշկը գալիս է, արա ոնց է եղել, աղջիկը թող, յուրինը չի թողում, չեմ թողել ղժում է։ Ցույց տամ մոտեցման ձևերից մեկը։ Ուրեմն գագաթը դնում եք դեր արմունկային ծալքում, միջնային գծով բռնել եք, երկու կողմից կախված է։ Շատ զգուշ, հիմա ինքը բռնել է, ասում է չեմ թողելու, ասում եմ, նայե ջան, ես բան չեմ անում, դու բռնել ես քո ձեռը, հա։ Ես փոխարինում եմ, դու այդ բռնեմ, ես եմ բռնել, համաձայնվեց։ Այս մեջի կախվածը բերեցի բզի շրջան, էսի բերեցի բզի շրջանը, դանդաղ թողեցինք, ստե կապեցի, սա էլ որորում եք, կամ որորում եք, կամ բուլակ կրեք։
Ենակամ ասեցի, որ ամեն իրեն հարգող տղամարդ պետք է սնարսել բուլատկա պահի, հենց որ բուլատկեն միշտ կա, ասում են բուլատկեն որտից, պարել ինչ տղամարդ, որ դու բուլատկա չունես։ Հիմա ինչ եմ ես ձեզ կտրում։ Պլավկի ջոյմը, չէ։ Չէ։ Բանի շալվարի։ Որ մկանը բռնում այդ ճիշտ է, որ Չէ, դա հիմարություն է։ Ոտի մկանը բռնում է ջրի մեջ, մարդիկ խեղդում մեռնում են։ Չէ, ումը որ բռնում է, ինքը ծաղկում է ջրի։ Ոտը բռնել է, մատից բռնում ես ու ձգում ես, անցավ, վարքյանապես։ Ոտը բռնում է, անցնում ես։ Միացող լողորը Այսինքն, բռնել է, ոտից բռնում ես, ու ձգում ես ինքը առնում է։ Այսօր որ մենք խոսում ենք, ես եմ ասում, մի քիչ եմ, խեյ ասում անվտանգությունը անցնենք ձեր հետ։ Ժորժ ջան, ով որ լողալ գիտի, նա կյանքում չի կարող մարդ փրկի։ Մարդ փրկելու համար պետք է իմանալ փրկելու ձևերը, ոչ թե լողալու։ Նայեք, ես աղջիկը խեղդվում եմ, ես լողալով եկա։ Խեղդվողը կարճում է քեզանից, բռնի ձեռնից, պին։ Տեսեք, բռնել է։ Չի թողում, երկուսը խեղդվում եք։ Լրագրողը գրմավ, մտավ, երեք հոգու փրկեց, ինքը խեղդվեց։ Սի խեղդվեց, ոտը իրան բռնել էր։ Սենց բռնի, պին, բռնել է, չի կարող, ես էլ խեղդվեցի։ Ընդամենը հնարքներ է, բռնել է, պին, սենց բռնի, մատերով, մի հատ շարժում թողում է, սենց բռնի, մի հատ շարժում թողում է։ Կամ ենցը բռնի, ենցածենք ենցա, ինչ անում են, չի թողում, ճակատով, քրտին, խացով, մասով որ ազատ։ Ես հադրենք, Ժորժան, իրոք ես ասում եմ, մենք ժոհեր ենք տվել դրանից, ես հադրենք կարճ ես, բռնի։ Խացով խփում եմ, գլխով տալիս եմ չի թողում, բամշի եզա չի թողում։ Վերջի վարիանտը, նայեք։ Զգում եմ, որ ես խեղդվում եմ, ես սկսում եմ դիպամ ստկել։ Ես որ սկսում են սուզվել, ինքնապահպանման բնազդն է, ինքը թողնում է, նորից սկսում է այդ ճպասել։ Այդ ես դու կամ սկում փախնում ես, կամ հետևից ֆռռում, տալիս շշմացնում ես, մազերից քաշելով տանում ես։ Այդ շշմացնելը կամ ասեք սովորացնում ջերմի։ Ամենալավ փրկարանները որոնք են, հենց մոտիկանում է, տենում է սիստերիկա, մոտիկանում տալիս շշմացնում է, հանգիստ ձևերով բերում է։ Այսինքն Չիմանալով դուք լողալու դրել, մարդ չեք արդ։ Կամ մենք հետո կանցնենք, կամ մի օրինակ ես, պախտոր ջերում, ես աղջիկը որ խեղդվեց, պախտոր ջերում, եկավ, մեր տղան եկավ, խեցվեց, սկում է, տենում է խորենա, ես ես ֆռռացել է ջերի մեջ պախտոր է, հիմա ջուրը պախտոր է, իրան կորցրել ես, դուզում ես դուզ գաս, չգիտես որ կողմ դուզ գաս, կասրան ջուր է։ Դու իմից ես պտտվել ես, որտեղ է ջրի մակերույցը, դու գլխի չես ընկնում, խուճապի մեջ նոր խեղդվում ներում ես, որտեղ դու չգիտես, որ ուզում լողաս, որ դուրս գաս։ Մարդիկ խեղդվում են այդ բակերեսը չգտնելու պատճառով։ Ընդամենը մի հնարք է, քեզ կորցրել ես, փչում ես։ Աղբճակը ուր գնաս, հետևից լողում ես, դուրս ես գալի։ Մի հատ փչելով դու կարաս փրկվես, մարդիկ չգիտեն խուճապից ներում են։ Մենք երկրաշարժ ենք անցնում, երեխեքին ես միշտ ասում եմ, փլվեց, աշկեր բացել ես, չգիտես, էլ ինչ վիճակում է, որտեղ ես, առաջինը, որ իմանաս ինչ վիճակում ես, թքում ես, որ թուկըտ ներքև ընկա, ուրեմն փորի վրա ես, թուկը ցենտրեղա, ուրեմն մեջքի վրա է, այսինքն դու որ կողմնորոշում ես տարածական բանը, ասենք քիչ միջոցով դու կարաս որտեղ իմանաս։ Լավ, դա է, հիմա գանք նորից։ Կարելի է հարց, որ ասացիք, որ ասացիք, քաշում, որ հնիկալով մտնել դեպքում իրանց էլ է քաշում։ Լյուբո ես մկանի, հա, լեզի մկանի ձգման դեպքում քաշում։ Եթե ուղղակի հին կարա։ Հա։ Դե թե ինքը քանելու դիշերը, բացացու է։ Եթե ինքը չի կարող, կարող մի հոգի կարա Արմենիկա։ Ուզում եմ ամուսին է կարա այդ մինը։ Ժորժա, ուրեմն նայեք հարցությունը։ Ուրեմն երաժշտաձև վիրակապը։ Հիշեք, սա իրար չափեր հիշեք, 1 մետրը 1 մետրի վրա, ուղղանկյուն կտուր է։ Ցանկացած պահի, սենց նայում եք, ինչ կա, ինչ մի հատ շոր, պրոստին, սպրոց, մի բան գտակ, մետրը մետրի, կտորը հեշտ աճում, գիտեք, մետրը մետրի ճղեցիք, անկյունագծով կտրեցիք, ունեցաք 2 կասինկա։ Եթե անկյունագծով կտրելու ոչինչ չունեք, ուղղակի ծալում եք, անկյունագծով ծալում եք, ունենում եք կասինկա, որով արագ վիրակապում եք, հիշեք, մետրը մետրի։ Ինչ եմ ես ձեզ խնդրում, վերցնում եք մի հատ պրոստինի բամբակից, պրոստինի կտոր, բամբակից կտոր, մետրի կտրեցիք, կիսեցիք, ավերլոկով կամ զիգզագով եզրը մշակում եք, որ չքանդվի, միջին գծերով տեսեք, ծանվում է, շատ սիրուն, այս պետք է լինի արշավ է գնում ձեր մոտ, ավտոյի մեջ լինի, երբ այդ բանակում ամի 5-6 ուղարկի,
որտեղ գործի տեղը ամենտեղ սա պետք է ունենանք։ Աշխարհի բոլոր փրկարները ունեն, ալպինիստները ունեն, սպեցնազի տղեկը ունեն, տերորիստները բոլորը ունեն։ Սրանով վարքյանապես դուք ամեն ինչ անում եք։ Գնացել եք Արշավ եք գնացել։ Փոշիա, կամ երկրահայ մաշի երկրաշարժ, փլվեց, սարսափելի փոշիա, 9-1-1-ը տեսել եք։ Փոշիա 9-1-1։ Խփել նարին են հանում, ասենց կապում է, փոշու միջով տեղանում է։ Հրդեհը, այս շենքում հրդեհը, նարին են թրջեց, թաց կապեց, ծխի միջով անցնում է։ Դուրս եք գնացել եք Արշավ, բոլորը գլխակ են բերել, նարին են չի բերել, նարին են կապում է։ Իրար, գլխին արևային հարված չստանում, արդեն գնում Արշավ։ Գնացի կռիվա, հիմա ասենք տեղ եկան, գյուղ ինստիտուտի տղեկ եկան, տեղ հալմաղալ, ռազմիրատա, կռիվա գնում, մեր տղեկը հանում, կապում եք, որ ձեր դեմք չրանաչեն, կամերան չնկալի են, գնում եք կռիվի եք։ Այնտեղ մեկը դանակը հանում, հենց դանակ հանեց, նարին են վերցնում, բոլորում է, գալիս է տղում կսում, հետևից ստեղում։ Գյուղեր գնալիս զրուշ եղեք, տատին, որ տատիկները կապացման են գալիս, հաշվժոր տերորիստներ են։ Իրանք իտեղ էին կապում։ Եվ ամենակարևորը հիշեք, որ սա կյանքա փրկում որպես ժգուտ։ Ցանկացած պահի արյունահոսեց, դրեցիք սեղման կետում կամ սեղմեցիք, այդ պահին արյունը կտրեց, մի անգամից ոլորեցիք, դրեցիք վերքից վերև, թույլ կապեցիք, մի հատ փետի կտոր որևէ բան դրեցիք, ոլորում եք, ոլորան, ռասկրուտ կա, ոլորեցիք, արյունը կտրեց։ Ընդամենը սրանը վարքյանպես ու կարնանց եք դախարեցնում։ Նախանցած տարի մի հատ տղա մահացավ Վանից, այդ Արարատում, 10 տարեկան տղա։ Դանակահարել են փողոցում, դանակահարել որն է, ոտին է սապել, խփել են, ազգային զարկերակրվել են, այս հասություն։ 1.5 րոպե մարդու մեռնում է։ Ժողովրդին շորմուր դրել են, վայ, ավտոն դրել են, մինչև հիվանդանոցը երեխեն մահացավ։ Գլխավոր բժշկի հետ խոսում էի, վերապատրաստում էր։ Ասում ջան, բերեցին արդեն ավտոյի մեջ մահացած էր։ Ընդամենը ինչ է պետք։ Երեխուն պարկացնում են, Ալցուկային ծալքում ենք, անցել ենք, ալցուկային ծալքում բռնցքով ստեղմեցիք, արյունը կտրեց։ Այս ոսկորն այն չշլանում է։ Դուք ստեղմում եք, արյունը կտրեց։ Արյունը կտրեց, խնդրեք, ոլորեցիք, դրեցիք, կապեցիք, ոլորեցիք, մարդու ստավանում։ Ուղղակի ես ասեմ ասում, մեր ազատամարտին համարյա շատ շնորհք եք, որ նա մեկ տղեկը կապած։ Ով որ ասում է, այդ զոպազները լաչակը կապել են, եթե հիմարի մեքենանակրելիք գաղափար չունի։ Տղեկը կապում են ինչի համար, չեշնյան խեն կապում, որ վարքյանապես հանեն, լյուբոյ բանը օգնեն։ Այսինքն սրա ամբողջ դերը վարքյանապես օգնեն նա։ Ուրեմն հիշեք, սա հիշեք, սրանով դուք լյուբոյ վիրակապ դնում եք, 10 վարքյան, ցանկացած վիրակապ։ Մի բան էլի հասկանում, մենք տես պրակտիկա կունենանք, որ նենց վարժվենք, թե դրա վրա ունենանք, ես այդ ասել եմ, այսինքն դուք բոլորը այդ կոմպլեկտը ունենաք, մենք գործնական անում ենք, դու իր գլուխն ես կապում, հետո դու քո գլուխն, հետո դու իր ոտքը դու իրացի, անցած պետք է փորձեք, որ ձերքը սովորի։ Հետո վարժանքի ժամանակ արդեն դնում տեստեր անում ենք։ Ես վերջում կասեմ, դրա մասին խոսելու եմ։ Հիմա նայեք, մեր աղջիկը քիթը վնասել է, կամ չանեն։ Լավ, մի քիթը վնասել է, այս քթի չանի հիմա դնենք մետրի կտոր կտրենք, աբսուրդ է։ Եթե փոքր ցծված մասեր է վնասվել, ուրեմն ոչ թե մենք կասինկա, գլխաշոր ենք կտրում, այլ կտրում ենք ռագատկա, բաստատիկ։ Ինչ է ռագատկեն։ Կարող է նույնիսկ սենց վիճակը լինի, մեզ կտոր ապրենք, ասում ենք ապեր մի մետր կտորում մոտ կա, ոչ մեկի մոտ չկա։ Սաղի մոտ ներս կտոր է, շալվարն է։ Այսինքն նեղ կտորից դուք պատրաստում եք բաստատիկ, ռագատկա։ Սա մի հատ ուղղանկյուն կտոր է, վերևից ճեղում եք, ներքևից ճեղում եք, պատվեցինք, մեջտեղը մի քիչ թողում եք։ Տեսեք ռագատկի նման է, դրա համար առնա ռագատկա է, պարսատիկ։ Սա երկու ճյուղով պարսատիկ է, վերին ճյուղ, ստորին ճյուղ։ Կանոնը միշտ կապում է վերին ճյուղը, հետո ստորին ճյուղը։ Եթե ցծված մասեր են, կապելուց ճյուղերը խաչվում են։ Տեսեք ցույց տամ կառնի։ Քիթը մնացել է թաշկինակը դրել ենք։ Թաշկինակը դրել ենք, ես կանգնի որ բոլոր տեսնեն։ Թաշկինակը դրել ենք, վերին ճյուղը դրեցինք, կապում եք ծոծրակին, ստորին ճյուղը կապում ենք, ուրեմն մի վարքյան, ստորին ճյուղը կապում ենք գագաթին, մի քանի վարքյանում ընտիր ֆիքսում եք, տեղափոխում եք, խնդրեմ բինդը տվեք, թող բժիշկը սենցին մի ժամ բոլորի, ֆիքսեցիք տարակ։ Եթե ծոծրակն է, չանեն է, ընկելը ճղել է, հիմա նայեք, ծոծրակը ճղել է, ստե գաղտնիքը որն է, վերին ճյուղը դրեցինք, ինքը ստե չի կապում, գալիս պտտվում ականջների վրով, գալիս կապում է ճակատին։ Ստորին ճյուղը բարձրացավ վերև, կապվեց գագաթին։ Ունենում ենք ծոծրակի հնդի վիրակապ,
Հլի, ոյ տեղափոխում եք Հիվանդան։ Միտես բան կա, նրբություն ժողովուրդ, եթե ընկելա ու դուք կասկածում եք ծնոտոսկրը կոտրածա կամ явնի երևում կոտրածա, տանելու սորսի չշարժվի, վերան մեջ որևէ գրիչ, ծառի ճուղ, մի բան դնում եք, նոր էստեղով պահում եք, որ ինքը տեղաշպես չալի։ Մեր ամատունի գրիշան հայտնի մեր ամենահզոր բժիշկն է, այս ոլորտի, ազատամարտին մեկին ծնոտը գնդակը խտի սաղայլանգակի, արմատուրա, այսքան արմատուրա գտնում է, դնում վերան, դնում կապում տեղափոխում է։ Սա է կոտրվածքի դեպքում։ Քթի դեպքում որո դեպքում են այդ վիրակապը դրում, ասկան, եթե ընկելը քիթը կոտրել։ Մեր ոչ է դա պրոբլեմ, ունենք վեք, կոտրածած ինչ անասող վեք, վիրակապը դրեցինք վեքի վրա, անասուն արդեն չկա, վիրակապը կամ դրեցինք, վիրակապը պետք է ֆիքսենք, այսինքն այս մեր գործը ֆիքսելն է վիրակապը։ Այսինքն հավանականությունը ինչքան է, որ վիրակապով ավելի մեծ վնաս չես Չէ, վիրակապ, վիրակապով վնաս չես տալի։ Մենք հետո անցնել ենք վեքեր վնասվածներ բաժնում, ընդե կա քթի վնասված, կականջի վնասված, վարշի վնասված, այդ հիմնական ընդեղալելու, առավել վիրակապման ձևերը։ Հիմա տեսեք, ճակատային մասի վիրակապը։ Դրեցինք ճակատին, ներքևի կապը գնում է, հետև վերևի կապ իշում է երկև, նայեք, մի հրաշալի կապ։ Հիմա փորձեք ձեր առաջի բժշկության դասագրքերից նայեք։ Բժշկական ինստիտուտում բոլոր ուսումնարան սովորացնում են չեպչիկը։ 1 մետր բինտ եք կտրում, տուժածը ձգած պահում է, բժշկի կամ բժշկի օգնականը ձգած պահում է, բժիշկը սկսում է գործել։ Այսինքն այս չեպչիկը առաջ հետև։ Հիմա պատկերացրեք, գնացել եք արշավ, այս այլուսով ենք, այս աղջիկը ընկել է ուշատապած, գլուխը վնասված, ես այդ բինտը կտրում եմ, դասագրքին դնում եմ, ով պետք է ձգի, չգիտեմ։ Ինքը անգիտագետ է, բժշկի օգնականը չկա։ Ինքը ով ինքը ակտերից։ Չէ, չկա։ Դա չկա։ Հիմա իսկ տեսեք, ասում եմ, ընդամենը տեսեք վարքյանները։ Դրեցինք, այս մեկը հետև, այս մեկը ներքև, խնդրեմ։ Նույնից մի հատ կարակ դադացը դնեք, ամբողջ գլուխը վիրակապեք։ Եթե ծոծրակի մասն է վնասված, արդեն ստեղ նենք խաչաձև չի գոգավորա, վերևինը ճակատին եք կապում, ներքևինը պարանոցին ոչ շատ ձիգ, պարանոցին ոչ շատ ձիգ։ Իսկ եթե այսենց մազերը խանգարում են։ Եթե թե բերքան, կտրում եք, հրաշում եք, բասապի չասենք միշտ լինում է, մկրատը դրա համարա, միշտ փորձում եք բասապ։ Ժորժան, մի բան իში, մարդու գլուխը, նայեք, այս գանգամաշկը նայեք շարժում է, ինքը ոչ մի կապ չունի, հաճախ ձեզ կարող է պատահի, այս ասենկա խպեց, ասենք պապային կամ ձեր երկորը խպեց, բայց բացում կախում է, ոսկորը դուք տեսնում եք, սենց մազեր կախել։ Մի վախեցեք, պրոբլեմ չի, քաշվեք որ զրում եք տեղը։ Ինֆեկցիա չի լինում, ժորժ, ստեղ ենքան ուժեղ արյան մակակարում, տեսեք իդերել եք ակտինիստերի մոտ ձեզ կարեղ են, են կոմունիստների վաղ։ Ուրեմն տրեշին է, ճեղքի մեջ ընգնում է մեկը, վերևից գորնում են, ինչ վիճակ է, սաղ ես, ասում է սաղ է, բայց կուրացել եմ, ասում է կուրացել եմ, չգիտեմ ինչ արված է։ Բժիշկը իշնում է, ուրեմն ընգնելու սենց կպնում է սարունցին, գանգամաշկ ուրեմն սենց պոկում է, բերում է սենց աշկերը փակում է, ինք ասում է կուրացել է։ Բժիշկը պենիցիլինը ֆլակոնը բացում է, պենիցիլինը սենց շարվա տալի գանգիրդին, քաշում է մաշկը, քշում է տեղը գանգամաշկը, հետո վերևում կարերը դնում են, աշկը տեսողությունը գալիս է։ Ասում եմ, կյանքում ընես բանը, ոչ մեկ չգիտի իրան հետ ինչ կարա պատահի։ Հավատում լինի։